Այնքան կարևոր է, երբ որ մենք խոսում ենք մեր հասարակության ու պետության համար ամենակարևոր թեմաներից, չմոռանանք տեսնել ինչ են մտածում մեր երեխաները։ Ուրախ եմ, որ այս միջազգային մրցույթ ցուցահանդեսին մենք ունեցել ենք ավելի քան 1500 հայ 12 երկրներից, ընտրված են 80-ը և 2 տարիքային խմբում մենք ունենանք հաղթողներ, ու սա նաև հրաշալի հնարավորություն է մեր մեծերի համար խաղաղության տարբեր շերտերը տեսնել։ Չեմ կարող ուրախությամբ չնշել, որ մենք այս ցուցահանդեսը իրականացնում ենք այս ուսումնական տարվա ավարտին, որը հայտարարել էինք մշակութային կրթության տարի, և ամբողջ տարին տարբեր նախաձեռնություններ ու տարբեր միջոցառումներ են իրականացվել, որոնց ամենակարևոր նպատակն էր, որ մեր երեխաները ավելի շատ առնչվեն արվեստին։ Ես նկարել եմ աղջիկը անապատի մեջ, որ արևին երկնքից վերցնում է իրան ու գրկում է։ Իմ համար դա խաղաղություն է, որ աղջիկը ուրախ է ու արևի հետ է։ Ամեն երեխա, որի աշխատանքը արժանացել է այսօր այստեղ լինելու, ունենալու է հնարավորություն արհեստագործի հետ միասին ստեղծելու իր օրինակ, դա կարող է լինի շարֆ, կարող է լինի պայուսակ, կարող է լինի բլոկնոտ եւ իր աշխատանքը ամրեցված լինի պահպանելով իր անուն, ազգանունը եւ երեխան ունենալու է դրամ այս ամեն ինչի վաճառքից։ Այսուհետ ունենալու են workshop-եր։ Մեր կայքը, որ պատրաստվում է art4peacekids.com-ը, հուլիսի 1-ից լինելու է հասանելի բոլորի համար, բոլոր վարպետների, ովքեր կուզենան իրանց workshop-երը ներկայացնեն այդ կայքում։ Երեխան արդեն ունի հնարավորություն ուղիղ շփվելու վարպետի հետ։